Նոյեմբերի 16-ին վաղարշաբաթ խոշորացված համայնքը ղեկավար կընտրի։ Նախկին համայնքապետը Դիանա Գասպարյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել մայիսի 15-ին։ Մարտին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը գնման պայմանագիր է կնքել նրա սկեսրայրի հետ։ Դրա մասին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցեց։ Գասպարյանի հրաժարականից հետո վաղարշաբաթի համայնքի ընտրության համար հրավիրված ավականու նիստը հունիսի 12-ին տապալվեց։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավականու 15 անդամները չէին ներկայացել նիստին, ինչի հետևանքով քվորում չապահովվեց։ Վաղարշաբաթ համայնքի ղեկավարի պաշտոնի համար 8 քաղաքական ուժ է պայքարում։ Իշխող քաղաքացիական պայմանագրի թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է, որն այժմ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Նախկինում նա եղել է Խոյ համայնքի ղեկավար, ապա նշանակվել Արմավիրի մարզպետ։ Ընտրապայքարում են նաև Անդրանիկ Թևանյանի ղեկավարած Մայր Հայաստանի Գրիշա Հարությունյանը, որը երկար տարիներ ղեկավարել է Դողս համայնքը, Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի համահայկական ճակատ կուսակցությունից Արտյոմ Սիմոնյանը, Հայրենիք կուսակցությունից գրող Խաչիկ Մանուկյանը, Հանրապետություն կուսակցությունից Հարություն Մկրտչյանը, Ազգային առաջընթացից Մովսես Մարտիրոսյանը և Ազատ դեմոկրատներ կուսակցությունից Վահրամ Ազատյանը։ Էջմիածնում իշխանության հիմնական մրցակիցը համարվում է Հաղթանակ դաշինքը։ Ցուցակը գլխավորում է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը։ Նախորդ 2021-ի ընտրություններում նա ձայների 36,52%-ներ ստացել։ Մենք ընտրություններին գնում ենք բացարձակ հաղթանակի, նախկին ընտրություններում էլ երևի բնակիչները հասկացան, որ ձայնը տվեցի մեծամասնությունը քաղաքացիական պայմանագրի եւ շատ դժգոհ են, իրենք այսօր էլ մեզ հետ հանդիպումներում դա բարձրաձայնում է։ Այս համայնքում 2021-ի դեկտեմբերին տեղի ունեցած թիմ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ավելի քան 25%-ը։ Խոշորացումից հետո վաղարշաբաթ համայնքի ընտրողների թիվը վերջին թարմացմամբ 70,022 է։ Քաղաքացիները սակայն հիմնականում խուսափում են խոսել գալիք ընտրություններից, նախընտրում են լռել եւ սպասել։ Անպայման մասնակցելու ենք, բայց մի նկարեք։ Նորմալ սպասել։ Ինչ ակնկալիքներ ունեք, ինչ եք սպասում։ Ամեն ինչ։ Օրինակ, ինչ փոփոխություններ կուզեք տեսնել։ Շատ լավ փոփոխություններ։ Իմ համար մեկ է եղել, նույնն է, որովհետև փոփոխությունները նախկինում էլ ա եղել, շատ լավ, ամեն ինչ նորմալ ա եղել։ Դրա համար իմ համար ինձ թվում է եկողն էլ երևի կամ նույնը կմնա կամ եկողը կգա, նույնը կշարունակի։ Բայց բան չի լինի։ Ընտրելու եմ Արգիշտի Մեխակյանին։ Ինձ թվում է ամեն ինչ լավ կլինի։ Ինչ ակնկալիքներ ունեք, ինչ եք ակնկալում, որ պետք է փոխվի այս համայնքում։ Չեմ կարող ասեմ, ինչ կփոխվի, բայց դեպի լավը հաստատ։ Այսօր դրա վրա աչուծաղ ասֆալտ են անում։ Այդ ինչի մար են անում։ Անում են, որ ժողովրդի աչքը մտնեն, ձեն հավաքեն։ Արդեն 4 տարի է ոսկյա դամակը, ես ոսկյատից եմ։ Միացրել են Էջմիածինին։ 4 տարի է ոչ մի հատ ճանապարհ են սարքել, բացի մի հատ 9 մանկապարտեզ, որ վերանորոգել են, ոչ մի հատ ջրագիծ են հասկացրել, ոչ գազ են հասկացրել, ոնց ասեմ, հենց անմիջապես կարա կետակ ոսկե հատի, հենց թեքվե կետակ նախկին գյուղապետարան։ Այդ տարածքը տենակ արդեն ձեզ երիքա թե ինչ են անում։ Հոկտեմբերի 22-ին մեկնարկած քարոզարշավն արդեն ուղեկցվում է խախտումներով։ Դիտորդներն ու լրատվամիջոցներն արձանագրել են վարչական ռեսուրսի օգտագործման եւ արգելված վայրերում պաստառների փակցման դեպքեր։ Նման վարքագիծը նկատվում է թե իշխանական, թե ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների կողմից։ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպությունը հաղորդել է վաղարշաբաթում իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից հնարավոր ընտրակաշառքի եւ վարչական ռեսուրսի չարաշահման մասին։ Ըստ հասարակական կազմակերպության հոկտեմբերի 21-ին Դողս գյուղում քաղաքացիական պայմանագիր կուսակցության մի քանի տեխնացուների մասնակցությամբ տեղի է ունեցել բարեգործական միջոցառում, որի ընթացքում համայնքի բնակիչներին նվերներ են բաժանվել։ Մենք այն խախտումները, որոնք որ արձանագրվում են, մենք վերացնում ենք, օրինակ սխալ տեղերում փակցված պաստառներ եւ այլն։ Իսկ ինչ վերաբերում է բարեգործական միջոցառման ժամանակ, դες բազմիցս դրան անդրադարձել եմ, ես համոզված ասում եմ, որ այդտեղ որևէ դրական օրենսգրքի որևէ հոդվածի խախտում չկա, որովհետեւ մեր քարոզարշավը մեկնարկած չի եղել եւ այդ միջոցառման ժամանակ ոչ մի դրվագում չի հիշատակվել ընտրությունների մասին եւ որևէ քաղաքական խոսույթ չի տեղի ունեցել։ Ինչ նպատակով էր, այսինքն դուք որպես ժամանակավոր պաշտոնակատար եք։ Ես որպես հյուր հրավիրված եմ եղել Վահրամի կողմից կազմակերպված միջոցառմանը։
Հետքը պարզել է, որ ընտրական հանձնաժողովների որոշ անդամներ սոցիալական ցանցերում ակտիվ տարածում են իրենց թեկնածուների նյութերը, մինչդեռ ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ հանձնաժողովի անդամը պետք է գործի անկախ եւ չներկայացնի իրեն նշանակած ուժին։ Մեխակյանը վստահեցնում է, այստեղ եւս խախտում չկա, դա մարդկանց անձնական տարածքն է։ Օրենքը չի արգելում Facebook-յան անձնական տարածքում որևէ քարոշչանյութ տեղադրել կամ չտեղադրելը։ Օրենքը արգելում է իրենց մասնակցությունը նախընտրական պրոցեսներին, այսինքն հավաքներին, չգիտեմ, հանդիպումներին եւ այլն, բայց Facebook-յան հարթակում դա չի արգելվում։ Նախորդ ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել էր ձայների 54%, Էջմիածին կուսակցությունների դաշինքը 36,52%, իսկ հայրենատեր կուսակցությունը 5%։